Ուր գնալ։ Սա հարց է, որին չենք հասցնում պատասխանել, բայց մեր հրաշք երկիրը լի է չբացահայտված անկյուններով, թաքնված ջրվեժներ, հնագույն վանքեր, զարմանալի գյուղեր ու վերջապես մարդիկ, որոնց հանդիպելը փոխում է ճանապարհորդությունը։ Բարի գալուստ Լորի։ Այսօր ձեզ կտանեմ դեպի Հայաստանի ամենականաչ, ամենահոգեթով մարզերից մեկը, որտեղ սարերը պատմություն ունեն, իսկ օդը մեղմ երգի նման է։ Այսօր կբացահայտենք այն, ինչ միգուցե քարտեզների վրա չեք գտնի։ Դե ինչ, միացեք մեզ բացահայտենք Լորին նոր տեսանկյունից։ Դենտրոպարկի անտառում գյուլ ակարակում մի կախարդական անկյուն կա, Էկոպարկ Ռեզորտ։ Այստեղ ամեն մի տնակ մի առանձին աշխարհ է, իր տարածքով ու իր լռությամբ, ու ամեն առավոտ մի նոր բարիլույս բնությունից։ Վստահ եմ, որ հոգնել եք քաղաքի աղմուկից, աղտոտված օդից, եկեք մի պահ դուրս գանք այս ամենից։ Եկեք գնանք այնտեղ, ուր կունենանք անմոռանալի հանգիստ։ Սիրով ձեզ եմ ներկայացնում Էկոպարկ Ռեզորտը, որը փոշոտման սեզոնին այցելելու ու առհասարակ լիարժեք հանգիստ գտնելու լավագույն վայրերից է։ Սկսենք այս հրաշք տնակից։ Տեսեք, թե ինչքան ամեն ինչ կոկիկ է ու գեղեցիկ։ Ու մի շատ կարևոր փաստ առանձնացնեմ, որ տնակը, որտեղ դուք ապրում եք, հեռու է մյուսներից։ Ոչ ոք ձեզ չի խանգարում, դուք զգում եք ձեզ ինչպես ձեր տանը, միայն թե բնության գրկում ու անկեղծանամ ձեզ հետ, կարծես իմ անձնական ամառանոց եկած լինեմ։ Ինձ շատ հետաքրքրեց նաև այն փաստը, որ եթե հետաքրքրված եք պատմությամբ, այստեղ կա ինտերակտիվ քարտեզ, որը տանում է դեպի Անտոն Քոչինյանի առանձնատուն։ Այսինքն Էկոպարկ Ռեզորտում կազմակերպում են նաև հատուկ ձեզ համար տուրեր ու գործում է հատուկ զեղչեր զինվորականների համար։ Իրոք բարձր գնահատականի արժանի մոտեցում։ Էկոպարկ Ռեզորտում հանգիստը դառնում է ոչ թե ընդմիջում, այլ հիշողություն։ Այստեղ գիտակցում ես, որ աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ ապրում են իսկապես ու վայելում կյանքը։ Այս տնակները սովորական հանգստյան տնակներ չեն։ Այստեղ չեք գալիս միայն քնելու, այստեղ գալիս եք լռելու։ Կապ եք հաստատում ինքներդ ձեզ հետ, ընտանիքի հետ, բնության հետ, մի խոսքով, մի կողմ եք դնում հեռախոսները, քաղաքի աղմուկը ու գալիս եք ապրելու հենց այս ռիթմով։ Ու այս ամենը գյուղից հեռու, առանց աղմուկի, առանց փոշու, առանց շտապողականության, բնության մեջ գտած խաղաղությունը մնում է ձեզ հետ, նույնիսկ երբ վերադառնում եք քաղաք։ Մտապահեք այս վայրի անունը՝ Էկոպարկ Ռեզորտ։ Հնեվանքը կառուցվել է 7-ից 8-րդ դարերում, դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում էր վերապրել հեթանոսությունից դեպի քրիստոնեություն անցման լռությունն ու ուժը։ Վանքը տեղակայված է Դեբետ գետի կիրճի ափին այնպես, կարծես քարերն իրենք են որոշել այստեղ աղոթել։
Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է 7-րդ դարում, իսկ համալիրի մյուս մասերը ավելացվել են հետագայում։ Այն բազալտե քարից է ու ներկայանում է որպես տիպիկ հայկական գմբեթավոր եկեղեցու ճարտարապետություն։ Հնևանքը խիստ հայտնի չէ, բայց հենց դրանով է, որ մնում է անաղարտ։ Ինչպես տեսնում եք, եկեղեցին ակտիվ չէ, բայց դա ձեզ չի խանգարի, որպեսզի գաք ու ձեր անկեղծ աղոթքը անեք։ Իսկ բնությունը վանքի ճարտարապետության շարունակությունն է։ Երբ կանգնում ես վանքից փոքր հեռու, ահա այս ֆանտաստիկ տեսարանն է բացվում, որը ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հնևանքը պարզապես հին վանք չէ, այն սրբավայր է, որը ձեզ սպասում է ոչ թե տեսնելու, այլ զգալու համար։ Լոռու լեռների մեջ, այնտեղ, որտեղ անտառները դառնում են խիտ, իսկ ճանապարհները լուռ, կա մի վանք, որը երևի թե շատերս չենք տեսել, իսկ ով տեսել է, չի կարողացել մոռանալ։ Խոսքս Հնևանքի մասին է։ Լոռու բարձրահասակ սոճիների մեջ, այնտեղ որտեղ օդը բույր ունի, կա մի հանգստավայր, որը միաժամանակ եւ ճաշակ է, եւ հարմարավետություն, եւ բնության հետ ներդաշնակություն։ Սա Սոճուտ ռեզորտն է։ Ստեփանավանից մի փոքր դուրս Գյուլագարակում Դենտրոպարկի անտառի կողքին կա մի վայր, որտեղ ամեն ինչ մտածված է հոգին եւ մարմինը վերականգնելու համար։ Խոսքս Սոճուտ ռեզորտի մասին է։ Սոճուտ ռեզորտի իմ լյուքս համարը, ժամանակակից կահավորված մաքուր սենյակներ, կարող եք ընտանիքով գալ, կարող եք աշխատանքային այցով կամ միայնակ գալ ու լիարժեք հանգստանալ Սոճուտ ռեզորտում։ Իսկ պատշգամբից ահա այսպիսի տեսարան է բացվում, մաքուր օդ, սոճիներ, թռչունների երգ, ամեն ինչ իդեալական է։ Օրվա սկիզբը դա ճիշտ նախաճաշն է։ Տեսեք ինչ համեղ, էսթետիկ ու գեղեցիկ նախաճաշ է Սոճուտ ռեզորտում։ Դե ինձ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի ճանապարհ դեպի Սոճուտ ռեզորտ։ Շատ եմ սիրում համեղ սնվել։ Սոճուտ ռեզորտի տարածքում կա մի այսպիսի գեղեցիկ արահետ, որը տանում է դեպի անտառ։ Ու ասեմ, որ գալով Սոճուտ ռեզորտ անկախ քեզնից առողջանում ես։ Ու եթե ունենք շնչառական խնդիր ունեցողներ, ապա բուժումը մեկն է՝ Սոճուտ ռեզորտ։
Դելուր առանց սպորտի ու հատկապես ֆուտբոլի, իսկ ովքեր չգիտեն, ասեմ, որ ֆուտբոլն իմ գիրկն է։ Պատկերացրեք, որ գալիս եք Սոչուտ ռեզորտ ու ձեր երեխաների հետ ֆուտբոլ եք խաղում։ Ասեցի, որ Սոչուտ ռեզորտում ոչ միայն հանգստանում են, այլ նաև վերականգնվում։ Ֆիզիոթերապևտիկ ու բուժարար ծառայություններն ուղղված են ոչ միայն մարմնի լիցքաթափանը, այլ նաև առողջության բարելավմանը։ Առանձնանում են հմուտ մասնագետներով ու ժամանակակից սարքավորումներով։ Իսկ ես գնում եմ մերսման սրահ, մերսում ընդունելու։ Մեզ մոտ բավականին հագեցած պրոցեդուրաներ ունենք, որոնք որ կնպաստեն ձեր առողջությանը։ Ունենք աերոինոթերապիա, ունենք ամպլիպուս թերապիա, ունենք էլեկտրոֆորեզ, ունենք մագնիտոթերապիա, ունենք հալոինգալացիաներ, ունենք մագնիտոթերապիա, ունենք կերծանյային թերապիա։ Սոչուտ ռեզորտը նաև վերականգնման վայր է հոգու, մտքի ու մարմնի համար։ Գալիս ես այստեղ հանգստանալու ու վերադառնում ես լցված։ Բույրեր կան, որ հիշողությունից չեն ջնջվում։ Սոչու բույրը խոնավ հողի ու լոռու մաքուր օդի հետ խառնված հենց այսպիսինն է։ Եվ հենց այս բույրով է սկսվում հանգիստը Սոչուտ ռեզորտում։ Ուր գնալ, դե իհարկե Սոչուտ ռեզորտ։ Առողջանալու թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Գիշերվա վերջին րոպեներին, երբ երկինքը չգիտի մթություն է թե լույս, լոռու բլուրների մեջ կա մի ձոր, որտեղ արևը ուրիշ ձևով է ծագում։ Սա արևածագի ձորն է, թաքնված Գանձ Ստեփանավանից մի քանի կիլոմետր հեռու։ Ականջիդ հասնում է միայն թռչունների ձայնն ու գետի մեղմ հոսքը։ Ամեն ինչ լուռ է, բայց այդ լռության մեջ մի սիրուն երգ կա։ Ձորը հայտնի է իր բնական գեղեցիկ կոլորիտով, վայրի ծաղիկներով, բուսականությամբ, բայց ամենակարևորը բնության խաղաղությամբ, որը գրեթե չի խանգարվում մարդկային ներկայությունից։ Այստեղ շատերը գալիս են արշավի, լռության մեջ գրելու, ստեղծագործելու կամ ուղղակի արևը վայելելու համար։ Եթե ուզում եք մեկուսանալ, ձուլվել բնության հետ, ապա արևածագի ձորը ամենաիդեալական տարբերակն է, իսկ դուք մնացեք մեր եթերում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Կան վայրեր, որտեղ դու մոռանում ես, որ հյուր ես։ Greek House Resort-ը հենց այդ վայրն է։ Լորվա կանաչ սրտում, լեռների ու մառախուղի թիկունքում կա քոթեջների մի փոքրիկ աշխարհ, որ շնչում է բառացիորեն խաղաղությամբ։ Իսկ գտնվում է Greek House Resort-ը Ստեփանավանի մոտակայքում Գյուլագարակում։ Գեղագիտական հաճույք է ստանում արդեն իսկ ներս մտնելով։ Ասեմ, որ Greek House Resort-ում ամեն մի քոթեջ իր պատմությունն ունի։ Մեկն ավելի բարձր է, մոտ է արևածագին, մյուսն ավելի մոտ է գետի ձայնին։ Ես իհարկե ընտրել եմ այն քոթեջը, որն էլ ավելի մոտ է գետի ձայնին։ Քոթեջն իսկական տուն է, որտեղ դու հայտնվում ես, երբ հոգնած ես։ Իսկ ես հիմա ահա որ հոգնած եմ։ Տուն է, որտեղ ոչ թե դու անցորդ ես, այլ վերադարձող։ Ես դա իմ սեփական փորձից եմ ասում։ Իսկ երեկոյան այստեղի ամենահզոր երաժշտությունը դա լռությունն է, ուղեկցվող անձրևի ձայնի հետ։ Greek House Resort-ում դու այլ իրականության մեջ ես։ Այստեղ ամեն ինչ մտածված է մի բանի մասին՝ հանգստանալու, գեղեցիկ քոթեջները, փափուկ լույսերը, խարույկի ջերմությունը, նույնիսկ անձրևը չի խանգարում իմ հանգստին։ Իսկ առավոտյան Greek House Resort-ը այս գեղեցիկ տեսքն ունի։ Ու եթե ուզում եք փախչել աղմուկից, բայց չեք կարող հեռանալ տնային ջերմությունից, Greek House Resort-ը ձեզ է սպասում։ Նախաճաշը Greek House Resort-ում դառնում է ամենահիշվող ու ամենաքաղցր պահը։ Այստեղ ձվածեղների փարթի է։ Մացարելա թարխունով, դաշտի ապյատաներով ձվածեղ, սուլուգունիով ու լոլիկով, մի խոսքով ինձ բարի ախորժակ։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Անձրև է, բայց հաճելի է։ Ոչ տապուղականություն, ոչ աղմուկ, ուղղակի բնություն ու հանգիստ։ Greek House Resort-ն այնտեղն է, որտեղ անձրևը դառնում է նույնիսկ ամենասիրված եղանակը։ Ուր գնալ, դե իհարկե Greek House Resort, որտեղ եւ թաքնված է իրական հանգիստը։ Պատկերացրեք մի վայր, որտեղ կարծես ծառերն իրար հետ խոսում են, իսկ դուք քայլում եք կանաչ թունելներով։ Այո, մենք Ստեփանավանի դենտրոպարկում ենք։
Ստեփանավանի դենտրոպարկը արգելոցապարկային համալիր պոակի ենթակայության տակ գործող տարածք է։ Հիմնադրվել է 1930 թվականին անվանի բուսաբան Էդմոն Լեոնովիչի կողմից։ Այստեղ աճում են ավելի քան 500 տեսակ ծառեր ու դեկորատիվ թփեր, որոնց մի մասը բերված է աշխարհի տարբեր ծայրերից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ այլն։ Այստեղ կհանդիպենք հսկայական սեկվոյաների հազվադեպ հանդիպող հյուսիսամերիկյան կաղնիներին, խորհրդավոր մայրի ծառերին եւ այլն։ Ամերիկյան հսկայական սեկվոյաների Հայաստանում միայն կարող եք հանդիպել Ստեփանավանի դենտրոպարկում։ Ճիշտ է, դեռ չեն հասել իրենց մաքսիմալ բարձրությանը, բայց 35-40 մետր բարձրությամբ կանգնած են ինչպես հսկիչներ այս կանաչ անտառում ու կարող են ապրել մինչև 3000 տարի։ Դենտրոպարկը պարզապես զբոսայգի չէ, սա մի ողջ էկոհամակարգ է, որն ապրում է իր կանոններով, բուժելով հոգին ու մարմինը միաժամանակ։ Սեկվոյաները, եղևնիներն ու կաղնիները արտադրում են ֆիտոնցիդներ, կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք ոչնչացնում են մանրէներն ու մաքրում օդը։ Մի խոսքով այստեղ կարող եք գալ ոչ միայն փոշոտման շրջանում, կարող եք գալ միշտ ու լիարժեք իրապես շնչել։ Ուր գնալ, դե իհարկե Ստեփանավանի դենտրոպարկ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ստեփանավանի դենտրոպարկի տնօրեն Արտակ Ղուկասյանին, ով իր մեքենայով մեզ հասցրեց մինչև Արևածագի ձոր, հնեվանք ու իր շնորհիվ մեր թողարկումը դարձավ էլ ավելի հարուստ։ Սա էր լոռին, կանաչ, խաղաղ, հյուրընկալ։ Այստեղ բնությունը շնչում է, պատմությունը խոսում, իսկ մարդիկ ջերմություն են տալիս։ Այցելեք, տեսեք, զգացեք։ Արդեն գիտեք, թե ուր գնալ։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։